Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ զորամասերից մեկում բացահայտվել է դիզելային վառելիքի խոշոր չափերի հափշտակություն։ Նախաքննությամբ պարզվել է, որ գումարտակի հրամանատարի տեղակալը եւ պահեստապետը նախնական համաձայնությամբ կազմակերպել են վառելիքի ապօրինի վաճառք։ Մասնավորապես 700 լիտր դիզելային վառելիք չի մուտքագրվել պահեստ, դուրս է բերվել զորամասից եւ վաճառվել, իսկ գումարը բաժանվել է մասնակիցների միջև։ Այնուհետև փորձ է կատարվել նույն եղանակով դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, սակայն հանցագործությունը չի ավարտվել պահեստապետի ձերբակալման պատճառով։ Մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի, վարույթը ավարտվել է եւ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Երևանի քաղաքապետարանը հերքում է Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները ֆինանսներն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ եւ տեղեկացնում է, որ 2025 թվականի պետական բյուջեով Աջափնյակ կայարանի կառուցման համար հատկացվել է 9.64 միլիարդ դրամ։ Այդ գումարից մոտ 765 միլիոն դրամը վճարվել է Մետրո Գիպրոտրանս ընկերությանը նախագծի փաստաթղթերի համար, քանի որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է միայն 2025 թվականի հունիսի 9-ին, շինարարության հաջորդ փուլերի իրականացումը այս տարվա ընթացքում իրատեսական չի եղել։ Ըստ այդմ չօգտագործված գումարները ուղղվել են այլ ծրագրերի իրականացմանը։ 2026 թվականի պետական բյուջեով մետրոյի կառուցման նպատակով արդեն նախատեսվել է 2 միլիարդ դրամ։ Չնայած Սևանա լճում Սիգի արդյունագործական դվորսի արգելքից առաջ իրականացված իրազեկման միջոցառումներին ոստիկանությունը շարունակում է բացահայտել ձկնագողության դեպքեր։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ը Պարեկային ծառայությունը Սևանա լճում հայտնաբերել եւ առգրավել է ավելի քան 1000 կիլոգրամ ապօրինի որսած ձուկ, ընդհանուր 2613 հատ։ Բացի այդ, Եղարքունիքի մարզում առգրավվել են 13 նավակ, 63 ձկնորսական ցանց, շարժիչներ եւ թիեր։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ձվադրման շրջանում ապօրինի ձկնորսությունը ենթադրում է վարչական եւ քրեական պատասխանատվություն։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Նաթեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը մեղադրվում էր խուլիգանության համար, որը իրականացվել էր մեկ անձի վրա խմելու ջուր լցնելու միջոցով։ Գալեյանը դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի եւ պատիժ էր նշանակվել 1.5 տարի ժամկետով։ Բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, գործը դեռ չի քննվել, բայց քանի որ այս ընթացքում Գարիկ Գալեյանը գտնվում էր կալանքի տակ, իսկ խափանման միջոցի 1 օրը համարվում է ազատազրկման 1 օր, այդ իսկ պատճառով Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել, պարզաբանել է փաստաբանը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։